Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Մեր այսօրվա հերոսը չեմպիոնների մարզիչ է։ Նա 2 տարի անընդմեջ ճանաչվում է Եվրոպայի լավագույն մարզիչ։ Այս տարի նրա գլխավորությամբ Հայաստանի հունարամեական ոճի իմշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 10 մարզիկով նվաճեց 5 մեդալ, մեկական ոսկի եւ արծաթ եւ 3 բրոնզ։ Մեր չեմպիոնը Արմեն Բաբալարյանն է։ Բարև ձեզ, պարոն Բաբալարյան, մեր հաղորդման շրջանակներում առաջին անգամ է մարզիչ որպես հյուր, բայց դուք չեմպիոն եք, չեմպիոն ձեր գործում։ Եվրոպայի լավագույն մարզիչ 2 տարի անընդմեջ։ Սա ոչ միայն կոչում ու տիտղոս է, այլև մեծ պատասխանատվություն։ Դուք ինչպես եք զգում այդ ճնշումը։ Սա ավելի շատ ճնշում է դեպի մեծ հաղթանակներ, դեպի նոր նվաճումներ։ Ճանաչվելով Եվրոպայի 2 տարի անընդմեջ լավագույն մարզիչ, ոչ միայն իմ շնորհքն է, դա մեր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզիչների եւ մարզիկների աշխատանքի շնորհիվ է, քանի որ մենք բոլորս համատեղ աշխատում ենք մի նպատակի համար, մեր ազգին ուրախացնելու, պատրաստելու չեմպիոններ եւ լավ մարզիկներ, բնականաբար ավելի է պարտավորեցնում արդեն 3-րդ եւ 4-րդ անգամ նվաճել այդ տիտղոսը։ Լարվածություն չկա հետագայի համար։ Գիտեք, լարվածություն ես երևի չեմ զգում, արդեն սովորական է դառել ինձ համար այդ ամեն ինչը։ Սկզբնական շրջանում, երբ որ աշխատում էի մարզիչ եւ հավաքականի մարզիչ, ինչ որտեղ լարվածություն կար, թեկուզ ես աշխատել էի արտասահմանյան երկրներում, ուղղակի այնտեղ ավելի քիչ էր իմ պատասխանատվությունը, քանի որ իմ ազգը չէր, ես պատասխանատու չէի ամեն ինչին, բայց այդտեղ քանի որ իմ ազգն է, իմ երկիրն է, ես ավելի շատ պատասխանատվությունը բնականաբար զգում եմ ավելի շատ, բայց լարվածություն ոչ այդքան։ Պարոն Բաբալարյան, այք խոսենք կարիերայից։ Մարզասերները ձեզ գիտեն որպես մեր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, ապա նաև մեծահասակների գլխավոր մարզիչ, բայց թիկունքում շատ երկար ու ահռելի մեծ ճանապարհ է անցկացվել։ Խնդրեմ պատմեք, որտեղից եք սկսել ձեր մարզչական կարիերան եւ 79 թվականից սկսել եմ մարզվել Սահակյան Էդուարդի մոտ, որը գլխավորել է ազգային հավաքականը, որը մեր երկրի հունարամեական ըմբշամարտի հիմնադիրներից մեկն է, երկար տարիներ աշխատել ազգային հավաքականներում, անհատական մարզիկների հետ ունի մեծ հաջողություններ, թե հավաքականներում, թե անձնական թիմերում, ուրեմն 79 թվականներին տեղափոխվել ենք Մալացիա Սեբաստիա համայնք եւ բոլոր տղաները գնում էին ըմբշամարտի, որտեղ որ եկել էր իմ մարզիչը, անցկացնելու այդ պարապմունքները եւ բոլոր, ասենք, այս թաղամասի տղաները, մեր բակի տղաները գնացին, ես էլ հետները գնացի, հետո բոլորը հեռացան, ես մնացի։ Այժմ դուք գլխավորում եք Հայաստանի հավաքականը, իսկ հավաքականում թերևս ամենատիտղոսակիր մարզիկներն են՝ օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ։ Դժվար չի այդքան աստղային կազմ գլխավորել։ Գիտեք, ինձ թվում է աստղային կազմը աշխարհի եւ օլիմպիական չեմպիոնների հետ աշխատել ավելի հեշտ է, քան մնացածի, որտեղ մնացածին դեռ շատ բան կա ասելու, բացատրել, թեկուզ եւ իրենք էլ շատ կարիք ունեն եւ կյանքում ոչ մեկ թույլ չի տվել, որ ինքը օլիմպիական կամ աշխարհի չեմպիոն է, ինքը արդեն ամեն ինչ գիտի, մեր տղաները շատ լավ բնավորություն, համեստ մարդիկ են։ Ամեն դեպքում յուրաքանչյուրն անհատականություն է եւ յուրաքանչյուրին պետք է նոր մոտեցում, տարբերվող մոտեցում ցուցաբերել։ Գորգի վրա, իհարկե, գորգի վրա ամեն մեկին աշխատում ենք, թե ես, թե մարզիչները, ինձ հետ աշխատող բոլոր մարզիչները աշխատում ենք ամեն մեկին իր յուրօրինակ ոճը ավելի զարգացնել եւ ինչու՞ չէ ամեն մրցաշարի համար, քանի որ արդեն մեր տղաները աշխարհում ճանաչված են, բնականաբար ամբողջ աշխարհը պատրաստվում է իրենց դեմ, հիմա փառք Աստծո ինտերնետի դար է, նայում են մեր մարզիկներին, հետևում են իրանց, ինչպես նաեւ մենք ենք հետևում բոլորին եւ ասենք պատրաստվում են մեր տղաների դեմ, իրենց հնարքների դեմ, բայց մենք ամեն անգամ աշխատում ենք ինչ-որ մի նորություն մտցնել մեր մարտավոճի, հնարքների, ավելի ասենք այս կոմբինացիաները ավելացնենք, որպեսզի կարողանանք միշտ ամեն անգամ մի ինչ-որ նոր անակնկալով հաղթենք մեր հակառակորդներին։ Պարոն Բաբալարյան, 5 մեդալ Եվրոպայի առաջնությունում, ընդ որում սա հունարամեական ոճի ըմբշամարտի հավաքականի պատմության լավագույն ամենաշատ մեդալներն էին։ Այստեղ որն էր ամենակարևորը։
մարզասերները սովորաբար տեսնում են մեդալի գույնը այդ նվաճումները, բայց մարզչի համար այս առաջնությունում որն էր ամենակարևոր նվաճումը։ Գիտեք, այնպես չի, որ մենք մեկնում ենք 10 հոգով, պետք է 10 մեդալ բերենք, բայց այնպես էլ չի, որ մենք երբ որ մեկնում ենք լիովին թիմով 10 հոգով, այդ 10 հոգուց բոլորն էլ կարան մեդալ վաստակեն, օրինակ կոնկրետ այսօրվա թիմը մեր Եվրոպայի առաջնության, ես բոլորից էլ սպասում եմ մեդալ եւ այստեղ երբ որ ես հայտարարում եի Օլիմպիադանում մեր թիմի հիմնական կազմը, ում որ վստահվել էր Եվրոպայի առաջնությանը մասնակցել, ես հայտարարեցի, որ ես իրոք բոլորից սպասում եմ այն անակնկալով, որ բոլորն էլ մեր տղաների տարբեր տարիների, տարբեր տարիքների, 23 տարեկանների, մեծահասակների, Եվրոպայի աշխարհի ու մեդալակիրներ էին եւ բնականաբար սպասելիք կար բոլորից, բայց ունենք այն ինչ որ ունենք, այսօր ունենք 5 մեդալ, կարող են էլի միշտ ես չեմ աշխատում եմ չբավարարվել մեդալների քանակով։ Դուք ասել եք, որ ունեք երիտասարդացված կազմ։ Որն է լինելու ձեր գլխավոր նպատակը դեպի 2028 թվականի օլիմպիական խաղեր, ստեղծել ուժեղ թիմ, թե վառ անհատականություններով թիմ։ Ես հիմա չեմ ուզում տարբերել դա, ասենք, ուժեղ թիմ, երիտասարդական թիմ, ես ասել եմ, որ երիտասարդներին էլ ենք հնարավորություն տալու այս անգամ մասնակցելու եւ երիտասարդները իրենց ուժերով նվաճեցին Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունքը, դա այնպես չի, որ ես որոշեցի, որ դու պետքա գնաս կամ երիտասարդները հաղթելու են գնացել, իմ կամքով չեն գնացել, իրենք հաղթել են իրենց դրված առաջադրանքները, իրենց դրված մրցաշարերը եւ վաստակել են այդ իրավունքը։ Եվ որ դուք ասեցիք երիտասարդական կազմ, բնականաբար երիտասարդական կազմը արդեն թե Գասպարը Տերտերյան, թե Սուրեն Աղաջանյան ապացուցեցին, որ իրոք երիտասարդներն էլ այսօր պատրաստ են արդեն մեծահասակների հետ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին մրցակցորդ ելնել եւ հաղթել։ Ավելի շատ սպասելիքներ ունեի մյուս երիտասարդներից Հայկից Խլոյան, Ալբերտից Վարդանյան, բայց ցավոք սրտի ինչ որ բան երևի խանգարեց, դեռ ճիշտն ասած հետները չեմ զրուցել, բայց հաջորդ ուսումնամարզական հավաքների ժամանակ մի քիչ կաշխատեմ շփվել հետները եւ ի հայտ բերել ինչն էր մեր խնդրեմը, որպեսզի կարողանանք մեր խնդիրները շտկենք։ Հոկեբանի դերել եք կատարում։ Բնականաբար ստիպված եմ։ Հավաքականում կա մարզիկ, որին նորովի բացահայտեցիք այս վերջին շրջանում։ Ուրեմն հավաքականում պատահական մարդիկ չեն լինում, այս բոլոր հավաքականի տղաների հետ ես պատանիներից հետո երիտասարդական հավաքականից մինչև հիմա իրանց հետ 10 տարուց ավել ճանապարհ եմ անցնում, այնպես որ նոր ընտրովի, նոր ինչ-որ հայտնաբերություն չկա, ուղղակի կան լավ ուժեղ տղաներ, հաղթող տղաներ, որոնք իրենց երկարատև քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր ապացուցեցին իրենց հաղթանակներով։ Պարոն Բաբալարյան, կասկած չկա, որ առաջիկա օլիմպիական խաղերում Մալխասը լինելու է մեր գլխավոր հույսերից մեկը։ Որքան օլիմպիական խաղերը մոտենան, մարզասերները, լրագրողները ավելի շատ են բարձրաձայնելու այդ մասին։ Դա ճնշում կլինի ձեր թիմի ու ինչու՞ չէ նաև Մալխասի վրա։ Ուրեմն ասեմ, Մալխասը առաջի օլիմպիական խաղերի ժամանակ ինչ որ միտեղ ավելի շատ երևի պատասխանատվություն էր վերցրել բոլոր դեպքերում ինքը աշխարհի Եվրոպայի չեմպիոն էր, բայց օլիմպիական խաղերին նա մի քիչ ինչ որ լարվածություն կար, ավելի շատ պատասխանատվության առումով, բայց ինձ թվում է այս անգամ արդեն իր փորձը եւ մյուսների արդեն այնպիսի կարգավիճակում է գտնվելու, որ չի լինի ինչ-որ հոգեբանական ճնշումներ, իսկ ինձ վրա ուղղակի անհնար է ազդել հոգեբանորեն։ Իսկ Արտուր Ալեքսանյանի մարզավիճակը, տարիքը թույլ կտա շարժվել դեպի օլիմպիական խաղեր։ Շնորհալի մարդուն տարիքը շնորհք է բերում։ Իսկ Արտուրը բուժումները եթե ստանա նորմալ լինի, այժմ հենց հիմա ինքը օլիմպիադանում պարապում է եւ այնպես որ Արտուր Ալեքսանյանը եթե վնասվածքների պատճառով չհրաժարվի, Արտուր Ալեքսանյանը պետք է որ լավ մարզավիճակում գտնվի։ Իսկ ինչ որ մնում է տարիքը Ալեքսանդր Կարելինը մինչև 37-38 տարեկան է մասնակցել, Լոպեսը մասնակցել է, այժմ Ռեզա Կայալպը մասնակցում է Թուրքիայի ներկայացուցիչը,
Արտյուխինը 42 տարեկանում եղել է սովետական միության աշխարհի չեմպիոն, այնպես որ տարիք կապ չունի։ Եթե Արտուրը զգա ինքը կարող է, ուրեմն ինքը կարող է։ Պարոն Բաբալարյան, սպորտի չգրված օրենքն է։ Մարզիչը միշտ վերում է մնում։ Մեդալը ստանում է մարզիկը, նրա պատվին է հնչում օրներգը, բայց պատասխանը խնդիրների դեպքում տալիս է մարզիչը։ Ինչպես եք անցնում այդ խնդիրների միջով, ինչպես եք ընդունում այդ հարվածները, ոնց եք հարմարվում այդ ամենին։ Ասեմ, բնականաբար հաղթանակի տերը բոլորն են, պարտության տերը մարզիչն է։ Ճիշտ եք նկատել, աշխատում եմ պատճառներ չբռնել պարտության մեջ եւ բոլոր սաներին էլ հավաքականի բոլոր տղաներին էլ ասեմ, առաջարկել եմ եւ պնդել եմ եւ ստիպել եմ եւ խնդրել եմ, որ հանգարտ ձեր պարտության մեջ ոչ մեկին չմեղադրեք առաջինը ձեզ եւ մեզ։ Այսինքն մենք այդ քրտնաջան ճանապարհը թե անձնական մարզիչների, թե հավաքականի մարզիչների հետ անցնելով աշխատում ենք այդ ամենը ավելի շատ թույլատնենք, վերացնենք այդ պահը, քան թե շոր ավելի բարձրացնենք։ Եթե մենք դրան տվեցինք նշանակություն, մենք իրոք կթուլանանք։ Իսկ ինչն է ձեզ ստիպում այդ ամենից հետո կրկին մտնել մարզադահլիճ ու ամեն ինչ սկսել նորից։ Երևի գործի նվիրվածությունը։ Պարոն Բաբալարյան, մարզիչներն էլ անընդհատ սովորում են, որը կհամարեք ձեր գլխավոր սովորած ձեռքբերումը։ Ես այդքան չեմ կարող թվարկեմ։ Մենակ մի բան կարող եմ ասել, ես կյանքում միշտ մտածել եմ, եթե մի մարդ մի գործի մեջ, կոնկրետ մեր գործի մասին է խոսքը, ասեց ես ամեն ինչ գիտեմ, ուրեմն նա արդեն ոչինչ չգիտի։ Ես մասնակցում եմ, ասենք, մեծահասակների, մեկ-մեկ մասնակցում եմ երիտասարդների, պատանիների մրցումներին եւ այնքան հետաքրքիր բաներ եմ տեսնում մանավանդ պատանիների մեջ, քանի որ այնտեղ հնարքներ ավելի շատ է կատարվում, դեր պատանի են։ Հնարքներ կատարելը շատ կարևոր է մշամարտի մեջ, որտեղ ինչ որ մի տարիքներ եկավ, որ արդեն սումոյ էր վերածվել մշամարտը, բայց ոնց որ ես նայում եմ միջազգային գորգերը, արդեն սկսել են հնարքներ էլ կատարել մշամարտի մեջ, կոնկրետ հունահռոմեական, որտեղ ազատ ոճեն այնպես թե այնպես հնարքներ կատարվում են։ Քանի որ ես մասնակցում նաև բոլոր հանրապետության առաջնությունների նայում եմ եւ ինչ որտեղ ուսումնամարզական հավաքներին այցելում եմ, դիտում եմ պատանիների, երիտասարդների ուսումնամարզական հավաքները, ինձ շատ հետաքրքիր է մանավանդ պատանիների, ասենք, պարապմունքները, ովքեր որ շատ հնարքներ են կատարում եւ գիտեք ինչն է հետաքրքիր է նաև որ ինչ որ մի պատանի, թե ասենք պատանական տարիքում ինչ որ առաջընթաց ունեցած, թե առաջընթաց չունեցած, մեդալներ ունեցած, չունեցած տղաներ անում են հնարքներ, ասենք ուղղակի անկախ իրանցից։ Խոսքի մարզիչը չի ասել իրան այդ հնարքը, բայց ինքը որակավորում այնքան ունի, արդեն որ ստեղծագործում է եւ իրենից կարողանում է ինչ որ հնարքներ կատարել եւ ասենք, բնականաբար ասենք այդ հնարքը այնպես էլ հաջող չի ստացվում, բայց ես նայում եմ եւ սովորում եմ այդ պատանի 15-16 տարեկան տղայից, իհարկե ավելի վերամշակելով հետագայում ավելի բան ներկայացնում եմ մեր տղաներին։ Պարոն Բաբալարյան, անկեղծ կլինեմ, այսքան երկար հետևում եմ ձեր կարիերային, ձեր մարզչական գործունեությանը, բայց չեմ հասկացել, դուք խիստ մարզիչ եք, թե ընկերական։ Ինչն է ձեզ համար առաջնայինը, կարգապահությունը, թե մարզիկին հոգեբանական ազատություն տալը։ Գիտեք, տարբեր ժամանակներում տարբեր է։ Ինձ թվում է ես մարզիկ, քանի որ ես ինքս էլ մարզիկ եմ եղել եւ ավելի նեղ պայմաններում եմ պարապել, ոչ թե ասենք Հայաստանի մասշտաբով, այլ ավելի մեծ ընդարձակ Սովետ միության ժամանակ, այն ժամանակ շատ խիստ է եղել։ Ուրեմն կարող եմ ձեր հարցին sense պատասխանել։ Ուրեմն որտեղ որ պետք է խիստ լինել, խիստ եմ լինում։ Որտեղ պետք է ընկերական լինել, ընկերական եմ լինում։ Որտեղ որ պետք է հոգեբանորեն օգնել մարզիկին, աշխատում եմ օգնել մարզիկին։ Ինչքանով կհասկանան մարզիկները իմ պահելաձևը, իմ վարվելաձևը, դա արդեն իրենց ինտելեկտի, իրենց հասկացողության արդեն չափանիշը թողորոշի։ Երբ գորգի մոտ եք ու ձեր մարզիկը մրցում է, ինչ եք զգում այդ պահին ու ինչ եք ցանկանում անել։ Բնականաբար ուզում եմ որ մարզիկը հաղթի եւ շատ լավ հաղթի, իսկ հոգեբանորեն աշխատում եմ չխառնվել ամենաառաջի հետ, որովհետեւ դա մարզիկը եթե նկատեց, ինքն էլ կարող է պատահել, ինչքան էլ փորձված լինի, եթե զգա մարզիչը խառնվել է ինչ որ մի բանից,
Չէ, ընդհակառակը ավելի ուժեղ հակառակորդների դեմ աշխատում եմ ավելի ուժեղ, ավելի լավ տրամադրել, որպեսզի կարողանանք մեծ մարզիկների հաղթել, աշխարհի Եվրոպայի հաղթողների չեմ, ինչպես այս մրցաշարին եղավ, աշխատում եմ չխառնվել իրար։ Ինչ եք խորհուրդ տալի հիմնականում։ Խորհուրդ եմ տալի օգտագործել իր իսկ պոտենցիալը, իր իսկ բոլոր հնարքների բազան եւ լինել աչալուրջ ու լինել կամքով հաղթանակին հասնելու համար։ Դուք երկար տարիներ գլխավորել եք մեր երիտասարդական հավաքականը։ Ինչ եք կարծում, դա ձեզ օգնել է այս մեծահասակների հավաքականում այն բազան երեխա իրանց նախապես տեղյակ լինել, իրանց հնարավորություններին տեղյակ լինելը, դա ձեզ օգնեց հավաքականը գլխավորելիս։ Այո, ինչպես ես մի քիչ առաջ ասեցի, այս թիմի հետ մեծահասակների ես դեռ պատանիների վերջի տարիքից մինչև հիմա մոտ 10-15 տարի արդեն գալիս եմ այս տղաների հետ, բոլորի։ Ասենք կոնկրետ օրինակ բերեմ, թե Արտուրը կոնկրետ, թե Մալխասը, ուրեմն Մալխասը պատանիներից անմիջապես տեղափոխվեց 18-19 թվականին եւ Հայաստանի առաջնությունը երիտասարդների հաղթեց արդեն մոտ 18-19 թվից Մալխասի հետ արդեն հավաքականում արդեն Եվրոպայի առաջնություն մասնակցեց երիտասարդների Մալխասի հետ այսպես գալիս եմ եւ իր տարիքի, այսինքն իր տարիքի բոլոր տղաներն են, ասենք Մինասյան Տիգրանը, Պողոսյան Հրաչյան 99 թվականների ավելի շուտ արդեն Արտուրի 2009 թվականից արդեն Արտուրը երբ որ տեղափոխվեց երիտասարդական, արդեն սկսեց երիտասարդների մեջ հաղթանակներ ունենալ եւ 10-11 թվականից արդեն Արտուրը մեծահասակների տեղափոխված արդեն հաղթանակներ է մինչև հիմա տոնում է, ուզում եմ ասել 15 տարի, 16 տարի, 10 տարի 5 տարի, ամեն մեկը տարբեր ժամանակ, Աղաջանյան Սուրենի հետ էլի երիտասարդական տարիքից առաջի տարուց մինչև հիմա գալիս ենք, նոր էլ արդեն Գասպարնա Տերտերյան միացել ազգային հավաքականին։ Եվ վերջին հարցս, ինչպիսին պետք է լինի չեմպիոնը։ Չեմպիոնը պետք է լինի կարգապահ, ռեժիմիստ, ռեժիմ պահող, համեստ եւ մեծահոգի։ Դե ինչ շատ դեպքերում մարզիչների աշխատանքը ստվերում է մնում ու մարզիչները չեն երևում այս չեմպիոնական աշխատանքում, բայց նրանց դերը մարզիկների չեմպիոն դառնալու գործում ահռելի է եւ եթե մարզիչները չլինեն, շատ տաղանդավոր մարզիկներ պարզապես չեն կայանա։ Մեր չեմպիոնը, մեր չեմպիոններ կերտողը այս անգամ Եվրոպայի լավագույն մարզիչ Արմեն Բաբալարյանն էր։